Դե ինչ բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել եւ ինչպես արդեն նշեցի, մենք մշակույթից չենք հեռանում։ Այս տարի հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, պարուսույց, մանկավարժ, Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը նշում է իր ծննդյան 75-ամյակը։ Հոբելյանի արթիվ հունիսի 15-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Գագիկ Կարապետյան 75 հոբելյանական համերգը։ Սպասված համերգային երեկոյի մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, ես սիրով ներկայացնեմ, տաղավարում են Հայաստանի Պարիպետական անսամբլի պարախմբի փորձավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լիլիթ Ղազարյանը, բարի առավոտ, եւ Հայաստանի Պարիպետական անսամբլի պարախմբի փորձավար, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալակիր Արթուր Աքելյանը, բարի լույս։ Բարի ձեզ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Դե, այո, Գագիկ Կարապետյանը իսկապես այն անուններից է, ով պարարվեստում մեծ ներդրում ունի եւ արդեն կարելի ասել դասագրքային հերոս է Պարի ոլորտում եւ բնագավառում, հետաքրքիր դուք երկար տարիներ աշխատել եք նրա հետ։ Ձեր մեկնաբանությամբ ինչով է նա առանձնանում պարարվեստում, թե որպես ղեկավար, թե որպես բալետմայստեր։ Իհարկե առանձնանում է եւ իր մարդ տեսակով եւ իր բալետմայստեր մեծությամբ, որ բեմադրում է նա տարբեր տեսակի եւ տարբեր ոճերի բեմադրություններ է անում, դրանով եւս առանձնանում է նա իր բեմադրական կրուգազորը ոնց շատ լայն է, այդպես։ Ընդհանրապես կան մարդիկ, որոնց մասնագիտական վաստակն այնքան մեծ է եւ մարդկային արժանինքները, ում կողքին գտնվելը արդեն իսկ շատ մեծ դպրոց է բոլորիս համար։ Ինչ հետաքրքիր դեպքեր կպատմեք պարոն Կարապետյանի հետ կապված բեմադրությունների ժամանակ կամ ես վստահ եմ, որ դուք նաև կուլիսներում ընկերներ եք եւ մտերիմ դրսում հանդիպելով կամ ոչ միայն կուլիսներում, օրը սկսվում է իրար բարի լույս ասելով, մեկը մյուսի որպիսությունը իմանալով, ու ահավոր շատ հետաքրքիր է անցնում մեր առօրյան Գագիկ Կարապետյանի գլխավորությամբ, մի տեղ որ կա Գագիկ Կարապետյանը, չես կարող գլուխ պահել, դրա հանդեպ բոլորի սերը հարգանքը այնքան մեծ է, որ պատասխան անկախ քեզանից քո արած աշխատանքին մոտենում ես շատ մեծ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ։ Շատ լավ, Գագիկ Կարապետյան 75 հոբելյանական համերգ, ես վստահ եմ մեծ հետաքրքիր համերգ է սպասվում հետաքրքիր բեմադրություններով, նաև ինչ գաղափարով եւ տրամադրությամբ է համերգը լինելու, հետաքրքիր է ինչպեսի բեմադրություններ կան ծրագրում, փոքր ծրագրից պատմեք համերգի։ Բեմադրությունները ամբողջովին, ամբողջ ծրագիրը լինելու է միայն Գագիկ Կարապետյանի բեմադրությունները, որտեղ ընդգրկված են եւ հին բեմադրություններից եւ ունենք բազմաթիվ նոր բեմադրություններ եւ այս համերգին եւս ունենք պրեմիերաներ, նոր բեմադրական Երևան Պարն է, Զարթոնքն է վերաբեմադրված, եղել էր նախկինում, այս անգամ վերաբեմադրվել է նոր զգեստներով, նոր շնչով եւ Էլեգյան, շատ գեղեցիկ համար, այդպես։ Որը երկրորդ անգամ է ներկայացվելու, գրեթե նոր է։ Ընդհանրապես այս բային կամ ովքեր մոտ մի քանի ամիս չեն եղել Պարիպետական անսամբլի համերգներին, վստահ ասում եմ, որ գալով համերգին շատ նորությունների կհանդիպեն, որտեղ անընդհատ պարոն Կարապետյանը անընդհատ բեմադրություններ է կատարում, մեկը մյուսից լավ, նոր զգեստներ կան, համերգը տեղի ունեն անսամբլի ստեղծման օրվանից կենթանի երաժշտությամբ, վարպետ կատարողների, մեր նվագախումբը, Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Գագիկ Կարապետյանի իհարկե նորամուծություններին դեռ կանդրադառնանք, բայց Գագիկ Կարապետյան անվան հետ կապված կան այցեքարտային դարձած արդեն բեմադրություններ։ Ինչ բեմադրություններ կտեսնեն հենց այդ շարքից։ Կան այցեքարտ դարձած, դա Արցախն է, դա Զարթոնքն է, եւս դա Քոչարին է։ Հնարավոր չէ առանձնացնել Գագիկ Կարապետյանի բեմադրությունները։ Ազգագրական պարերի շարանն է, բազմաթիվ։ Առանձնանում են իրենց յուրահատկությամբ գեղարվեստական բարձր ճաշակով, որ հիմա հարցնեք, ես կդժվարանամ պատասխանեմ,
մեկը մյուսից որն է ավելի լավը։ Չեք կարողանում տարբերակել։ Դե ensemble սա ավելի շատ ֆրանսերեն բառ է, որ նշանակում է միասին, իրար հետ, ensemble եւ սա խոսում է իսկ միասինը, թիմը դա բնականաբար նաեւ երկար տարիների արդյունքում բնականաբար ավելի մտերմիկ ընտանեկան վիճակ է ստեղծում։ Հետաքրքիր է յուրաքանչյուր անդամ անսամբլի ինչ կարևոր աշխատանք է իրականացրել, ինչպիսի հսկայածավալ աշխատանք եք դուք իրականացրել համերգի կայացման գործում, ծրագրի կազմման գործում եք վարպետի հետ, ով Հոբելյանականի մասին են ընդհանուր։ Բոլորը շատ մեծ ողջույնությամբ սպասում են այդ օրվան։ Դուք էլ գիտեք, մենք էլ նշեցինք, թե ինչքան են ամբողջ կոլեկտիվը սիրում հարգում պարոն Կարապետյանին, անհամբեր սպասում են ոչ ոք ջանք եռանդ չի խնայել, որ այդ օրը կայանա շատ լավ, ինչպես ինքն է սիրում ասել, որ համերգից հետո ոչ ոք չմոտենա, ասի ամեն ինչ լավ էր, բայց այդ բայցերը չլինեն իր խոսքով նշած ակադեմիական մակարդակի։ Լիլիթ, որպես մանկավարժ, պարոն Կարապետյանը ինչ է փոխանցել սերունդներին, ինչպիսի արժեհամակարգ է փոխանցել։ Իհարկե, արժեհամակարգ է փոխանցել եւ մեծ գիտելիքներ։ Իր ունեցած այդ գիտելիքները սիրով փոխանցում է, ուսուցում է եւ մեծ պատիվ է մեզ համար գտնվել այսօր իր կողքին, տեսնել, սովորել։ Այսպես։ Հետաքրքիր է նա այն բեմադրիչներից է պարային, որ հայկական պարը ժամանակակից մոտիվներով գեղեցիկ ներկայացնել գիտի եւ որն է նրա ֆենոմենը ձեր մեկնաբանությունն ինչպեսին է այս հարցում ինչպես է նրան հաջողվում ազգային պարը ժամանակակից լեզվով Ինձ թվում է հաջողվում է իր անցած շատ մեծ ճանապարհի շնորհիվ շատ լավ ճանաչում է պարողին ամեն մեկի հետ մեկ օր, մեկ ժամ անցկացնելով հստակ հասկանում է, թե ինչի է ընդունակ, ինչպես կարելի է տեղ հասցնել բեմադրությունը ու տեղ հասցնել շատ լավ։ Դա ֆենոմեններից մեկն է, շատ ֆենոմեն ունի։ Կարելի է ասել, որ այս համերգը ավելի շատ գնահատանքի կամ հաշվետվության մասին է, ավելի շուտ հենց ձեր վարպետին։ Բոլոր համերգներին ընդհանրապես շատ պատասխանատու կերպով է մոտենում կոլեկտիվը Այս մեկը առանձնանում է նրանով, որ երևի թե հասունացել է պահը շնորհակալություն հայտնելու վարպետից իր անցած մեծ ճանապարհի համար, այն հարուստ պարային ժառանգությունը, որ թողել է նա ու շարունակում է ստեղծել, թողել հաջորդ սերունդներին, դրա համար մեծ շնորհակալություն։ Նոր բեմադրություններ ունի անելու, դեռ Այո, մենք վստահ ենք, որ ունի եւ մենք սպասելու ենք ամեն օր իր մտքերը նոր բեմադրությունների մասին է եւ աշխատում ենք համարյա թե ամեն համերգին ինչ որ նոր բեմադրություն ցուցադրել։ Եթե մեզ հետևում եք, պարոն Կարապետյան, մեզանից լավ գիտեք վստահ եմ, որ 75-ը դա ուղղակի թիվ է եւ հատկապես իր դեպքում։ Հատկապես այո, դե ամբողջ կյանքում շարժվելու եւ շարժման մեջ լինող մարդ բնականաբար կարծում եմ, որ ավելի շատ կփաստի, որ 75-ը իսկապես թիվ է։ Բնավորությունը ինչ գիծ կա, որը օրինակ փորձել եք վերցնել պարոն Կարապետյանից, որդեգրել ձեզ համար։ Շատ հանգիստ է եւ շատ համեստ է։ Իր անցած ճանապարհի հետ մեկտեղ շատ չափազանց համեստ է։ Իր սիրած խոսքն է մեծամտանալ պետք չէ ու նույն ձև մեզ էլ սիրում է միշտ աշխատել, ինքն էլ նաեւ աճել։ Ինչ կտանի իր հետ հանդիսատեսը։ Շատ բարձր տրամադրություն, դրական էմոցիաներ, զգացողություններ։ Լավ, եւս մեկ անգամ պիտի ձեզ խնդրենք հիշեցնել համերգի ժամը, տեղը, օրը։ Համերգը հունիսի 15-ին ժամը 19:00-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Դե հրավիրում ենք յուրաքանչյուրին այդ օրը հունիսի 15-ին պարում է Պարի պետականը եւ հրաշալի բեմադրությունները, այցեքարտ դարձած բեմադրությունների կողքին նորերը, այնպես որ պետք է անպայման գնալ եւ անմասն չլինել։ Այո, եւ անմասն չմնալ։ Ձեզ շնորհակալություն, մենք ձեզ եռանդ ենք մաղթում, որ ամբողջ կարողանաք այո ստեղծագործել։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։